Ողջույն, ես Արթուրն եմ, Տարո խորհրդատու եւ վեդայական աստղաբան։ Այսօրվա մեր հաղորդման թեման Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցող վերջին իրադարձություններն են։ Ինձ երկար ժամանակ հետևող հետևորդները գիտեն, որ ես չեմ սիրում խառնվել այս քաղաքական process-ներին, չեմ ցանկանում ու չեմ սիրում դրանք առհասարակ մեկնաբանել, սակայն իմ ինտուիցիան արդեն մեկ շաբաթ է ինձ հուշում է, որ ես պետք է ամեն դեպքում նկարեմ այս թեմայով հաղորդում եւ դա է պատճառը, թե ինչու եմ ես ավելի ուշ անդրադառնում այս ամեն ինչին, քան այլ մասնագետներ։ 5 տարի է ես արդեն ուսումնասիրում եմ էզոտերիկա, անցկացնում եմ տարող խորհրդատվություններ, նումերոլոգիական վերլուծություններ եւ այս պահին արդեն հասանելի է նաեւ ձեր ծննդյան քարտեզների վերլուծությունը, ուստի եթե ցանկանում եք ունենալ անհատական խորհրդատվություն, գրեք ինձ անձնական նամակ, իսկ արժեքներին ու գրանցման պայմաններին կարող եք ծանոթանալ նկարագրությունների բաժնում տեղադրված լինքով։ Նախքան Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցող ներկա իրադարձություններին անդրադառնալը, եկեք առաջին հայացքը գցենք նրա ծննդյան օրվա քարտեզին, իհարկե, քանի որ ես չգիտեմ, թե ժամը քանիսին է ծնվել Գագիկ Ծառուկյանը, պետք է ուսումնասիրենք ու բավարարվենք միայն նրա լուսնային քարտեզով, ես առաջ եմ շարժվում վեդայական աստղաբանությամբ, վեդայական աստղաբանության հաշվարկը տարբերվում է այն դասական աստղաբանության հաշվարկից, որը որ դուք գիտեք, հա, ես ամեն անգամ դա նշում եմ իմ հաղորդումների շրջանակներում, բայց միևնույն է մեկնաբանություններում հայտնվում են մարդիկ, որ ասում են, այ ձեր հաշվարկը ճիշտ չէ, օրինակ ինձ այս վերջերս ասում էին, որ Սատուրնը ոչ թե ձկներում, այլ արդեն վաղուց խոյում է, բայց իրականում, եթե նայենք երկինք, Սատուրնը դեռևս ֆիզիկապես գտնվում է ձկների համաստեղությունում։ Վեդայական աստղաբանության հաշվարկը գիտականորեն տեսանկյունից ավելի ճշգրիտ է եւ այստեղ հաշվի ենք առնում մոլորակների իրական դիրքերը եւ դա է հաշվարկային ամենամեծ տարբերությունը վեդայական աստղաբանության եւ դասական կամ արևմտյան աստղաբանության, որին որ դուք բոլորը տիրապետում եք։ Առաջին բանը, որ Գագիկ Ծառուկյանի քարտեզում աչք է ծակում ու ես ընդհանրապես զարմացած չեմ ու վստահ եմ, որ դուք էլ ընդհանրապես զարմացած չեք լինի, դա այն է, որ լուսինը գտնվում է բնականաբար առյուծի համաստեղությունում։ Վեդայական աստղաբանության մեջ լուսինը քարտեզի ամենակարևոր կետերից մեկն է, եթե ոչ ամենակարևոր, որովհետև լուսինը ներկայացնում է մարդու հոգին, մարդու կարման, մարդու առաքելությունը, մարդու ներաշխարհը, մտքերն ու հույզերը, ինչպես նաև մարդու հարաբերությունները իր մոր, իր տոհմի եւ հոգեվոր ուսուցիչների հետ։ Մի խոսքով միայն լուսնի դիրքը արդեն շատ բան է ասում մարդու մասին եւ հետեւաբար լուսինը գտնվելով առյուծում Գագիկ Ծառուկյանին հենց տվել է այդ հանրային խոսքը, հանրային ելույթները, մարդկանց ուշադրության կենտրոնում անընդհատ լինելը, դե ինչպես նաև արդեն բոլորը Գագիկ Ծառուկյանին միշտ ասոցացնում են հենց այդ առյուծի առաջնորդի էներգիայի, առյուծի այդ էներգիայի հետ, հայտնի է, հա, իր պահած առյուծներով, իր բիզնեսների, օրինակ մուլտիվելնեսի կամ այլ բիզնեսների վրա հաճախ հենց առյուծի լոգոն էլ տեսնում ենք եւ այս համադրությունը շատ մեծ հզոր էներգիա է տալիս Գագիկ Ծառուկյանին առաջնորդվելու հենց ֆինանսական հարցերը բարելավելու համար, ինչպես նաեւ մարդկանց վերաբերմունքը իր անձի հանդեպ լավը դարձնելու համար, առհասարակ առյուծի էներգիան այս մարդու կյանքում շատ մեծ տեղ ունի եւ դա մենք բոլորս տեսել ենք այս ողջ ընթացքում։ Ինչպես նաեւ լուսինը գտնվում է առյուծի Պուրվա Փալգունի Նաքշատրայում, Նաքշատրան դա վեդայական աստղաբանությանը բնորոշ համաստեղություններ են, որոնք չեք գտնի այլ աստրոլոգիական դպրոցներում։ Սա առյուծի հենց կենտրոնական դիրքն է, որտեղ առյուծի էներգիան ամենաուժեղն է արտահայտված եւ հենց այս էներգիան է այս մարդկանց տալիս կառավարչական հմտություններ, գեղեցիկը նկատելու է ճոխություն սիրելու, իսկ Գագիկ Ծառուկյանը գիտենք, որ սիրում է հա ճոխություն, ոսկեգույնը, որ ամեն ինչ պետք է sense ճոխ դիզայնով արվի։ Միևնույն ժամանակ այս մարդիկ բավականին նվիրված են լինում իրենց ընտանիքներին, իրենց թոռներին, ինչպես նաև այս մարդկանց համար անտանելի կլինի աշխատել ինչ-որ դրես կոդերի, խիստ սահմանափակումների մեջ, օրինակ 9-ից 6 օֆիսային աշխատանքը այս մարդուն բնականաբար երբեք չէր կարող սազել, իրան պետք էր գալու ազատ գրաֆիկով աշխատանք, որտեղ նա ղեկավար է, որտեղ նա առաջնորդ է, ունի իր սեփական բիզնեսը, որտեղ մարդիկ իրեն են ենթարկվում։ Ինչպես նաև նրա ֆինանսների տան մեջ ունենք Յուպիտերը,
Յուպիտերը ամենաբարեհաջող մոլորակներից մեկն է վեդայական աստղաբանությունում եւ գտնվելով ֆինանսների տան մեջ հենց այս մարդուն տալիս է հնարավորություն շատ մեծ փողեր աշխատելու, սեփական կյանքը հնարավորինս ապահովելու, ինչպես նաև մեծ տուն ունենալու, որովհետև Յուպիտերը մեծություն է սիրում է ուռճացումներ, ամեն ինչ ճոխացնել, մեծացնել, բայց նաև Յուպիտերը ունի կապ կրոնի, հոգևոր աշխարհի հետ, դրա համար Գագիկ Ծառուկյանը հաճախ հենց հայտնի է եկեղեցիներ ստեղծելով կամ Քրիստոսի արձանը, որ պետք է ստեղծեն նորից նրա կողմից հովանավորվում։ Մի խոսքով, այս Յուպիտերի ազդեցությունն է, որ տվյալ մարդը համ հասնում է հաջողության թե ֆինանսական, թե բիզնեսի հարցերում, ինչպես նաև ունենում է ինչ-որ չափով ներդրում բարեգործությունների մեջ, հոգևոր կյանքի մեջ, եկեղեցիների կառուցման մեջ, այստեղ ամենավտանգավոր սենց ասած մոլորակային միացումը, որ ունենք նրա քարտեզում, դա մոլորակների ստելիումն է կարիճի համաստեղությունում 4-րդ տանը, իսկ 4-րդ տունը դա գաղտնիքներն են, ներքին աշխարհն է, այն տունն է, որտեղ որ մարդ ապրում է, մարդու մայրն է, դրա համար կարիճը, բայց նաև սիրում է անընդհատ ճոխություններ, գեղեցկություններ ու աչքի ընկնել ու Գագիկ Ծառուկյանի առանձնատունը կամ ինչպես շատերն են ասում կալվածքը քաղաքում ամենաշատ ճանաչվողն է ու միշտ գտնվել է մարդկանց ուշադրության կենտրոնում, բայց միևնույն ժամանակ, քանի որ դա գտնվում է նաև կարիճի համաստեղությունում նրա քարտեզի մեջ, միշտ նրա տունը, այդ առանձնատունը տարբեր միստիկայի, գաղտնիքների, ինչ-որ առեղծվածների հետ է կապված եղել, որ դրսից նայում են բոլորը գեղեցիկ է, շքեղ կալվածքներ է, բայց ներսում բնականաբար մարդիկ չգիտեն ինչ է տեղի ունենում։ Ինչպես նաև Ռախու եւ Կետ ու Դիվային կարմիկ հանգույցները գտնվում են կարիճ եւ ցուլ առանցքի վրա, Կետուն ցուլուն ցույց է տալիս այն, որ նախկին կյանքում այս մարդը արդեն իսկ սովորել է ճիշտ փող աշխատել, գիտի փողի էներգիան ոնց է աշխատում եւ ինչպես կարելի է հեշտ հարստանալ ու հենց այդ նախկին կյանքի գիտելիքն է, որ այս կյանքում օգնել է այս մարդուն Գագիկ Ծառուկյանին հասնել ֆինանսական բարձրության, որտեղ այս մարդը իրոք գիտի փողի հետ ոնց է պետք աշխատել, ինչպես է պետք մարդկանց կառավարել, ինչպես է պետք ուշադիր լինել թվերին, հիմա օրինակ շատ հաճախ սոցմեդիայում հանդիպում ենք տարբեր տեսակի, ինչ որ sense անիմաստ մեկնաբանություններ, ինչ որ անիմաստ ռիլեր, որտեղ փորձում են դիպչել մարդու մտավոր ունակություններին, բայց ես միշտ ասում եմ իմ հաղորդումներում, որ հիշեք այն մարդով խելացի չի կարող հասնել ֆինանսական մեծ բարձրունքների։ Ինչ ճանապարհով անցնում արդար թե ոչ, դա արդեն երկրորդական է ու երբ որ մարդիկ ուսում են, sense ներկայացեն, վայ ինչ որ միտքը անտրամաբանական եղավ, ինչ որ միտքը անհասկանալի եղավ, լավ իմացեք, որ քաղաքական գործիչները հենց տարբերվում են սովորական մարդկանցից իրենց դիվանագիտությամբ, այս մարդիկ գիտեն, երբ իրենց խոսքը լինի շատ հստակ, երբ լինի անհստակ ու երբ լինի առհասարակ անհասկանալի, բայց մի բան շատ լավ բարձ ֆիքսեք ձեր մոտ, որ մարդը, ով այսպես ասած չունի խելք, չի կարող երբեք լինել հարուստ ու չի կարող այս տեսակ նյութական միջոցներ կուտակել, ոնց որ կուտակել է Գագիկ Ծառուկյանը, ունենալ այն հաջողությունները, որ նա հասել է։ Հիմա ես գիտեմ, որ շատերը կասեն, որ հասել է անօրինական ճանապարհներով էսեն, դա ընդհանրապես կարևոր չի, փաստը մնում է փաստ, որ մարդը հասել է։ Թեկուզ եթե վերցնենք ինչ որ հիմար արարածի, մեկ այլ կամայական մեկի ով հիմար է, ով փորձում է անօրինական ճանապարհներով հասնի հաջողության, ոչ մի բանի չի հասնի, որովհետև անգամ անօրինական ճանապարհներով գումար դիզելու համար մարդ պետք է ունենա դիվանագիտություն, մարդ պետք է ունենա սրամտություն ու մարդ պետք է ունենա խելք ու այն ինչ որ ձեզ սոցիալական ցանցերում ուղղակիորեն ցույց են տալիս, ուզում են ամեն ձև վերամցնեն, դա հերթական պրոպագանդայի ու մանիպուլյացիայի արդյունքն է։ Այստեղ շատ բարձ երևում է, որ Գագիկ Ծառուկյանի մոտ բավականին զարգացած են ինտուիտիվ ունակությունները, որովհետև ամեն դեպքում 4 մոլորակ կարիճի համաստեղությունում մարդուն հաստատ տալիս է ինտուիտիվ հզոր էներգիա, այս մարդը գիտի ինչպես կարդա մարդկանց, ինչ սպասի մարդկանցից,
գիտի թե ինչ է տեղի ունենում իր դիմացում կանգնած մարդու գլխում, մի խոսքով այս մարդը ընդհանրապես միամիտ մարդ չի ու իր հետ նաև նախկին կյանքից բերում է բավականին շատ հոգևոր գիտելիքներ, հա, այս կյանքում շատ հավանական էր երկու տարբերակ, որ Գագիկ Ծառուկյանը կամ խորացած լիներ սևմոգության մեջ, օկուլտիզմի մեջ, կամ էլ երկրորդ տարբերակը խորացած լիներ բիզնեսի մեջ, փողի էներգիայի մեջ, կարողանար ճիշտ ներդրումներ անել, ճիշտ բարեգործություններ անել եւ դրանով հասնել հաջողության, ու այս պահը, ինչպես տեսնում ենք, մարդը կարողացել է ճիշտ ձևով կառավարել իր կյանքում, ճիշտ ձևով օգտագործել այդ էներգիան, որը նրան տարել է հաջողության, ինչպես նաեւ այդ բարեգործությունները, հա, որը արվել են, նույնպես իրենց հերթին դրական կարմա են բերում նրա կյանք, բայց այնուամենայնիվ այստեղ կետուն, որը գտնվում է 10-րդ տան մեջ, չէր կարող երկար ժամանակ խնդիրներ չտալ, նաև ունենք այստեղ վտանգավոր դիրք, 8-րդ տան մեջ Մարսն է, որը սենց թենենց այս մարդուն ժամանակ առ ժամանակ կպտտեր տարբեր անօրինական թեմաների շուրջ, միգուցե նաև սպանությունների թեմաներ լինեին նրա շրջապատում, իր հետ կապված ինչ-որ խոսակցություններ լինեին, մեդիան հաճախ այս մարդու անվան շուրջ տարբեր տեսակի թեմաների մասին է խոսում, ուստի անօրինական աշխարհը, որովհետև 8-րդ տունը քարտեզում ինքը այդ մութ թեմաների մասին է, տաբու դարձած թեմաների մասին է, սպանությունների, թմրանյութերի, ինչ-որ անօրինական գործարքների, եւ Մարսը գտնվելով այստեղ, իսկ Մարսը դա, որ պատկերացնեք, կրակոտ էներգիա է, անկառավարելի էներգիա է, այս ամենը այստեղ կտար իհարկե նման խոսակցություններ, նման էներգիաներ ու նման թեմաներ Գագիկ Ծառուկյանի շուրջ, բայց պետք է նաև հաշվի առնենք, որ այստեղ ձկների համաստեղությունն է, ու եթե օրինակ այստեղ մենք ունենայինք ավելի կրակոտ տարերք, ենթադրենք լիներ Խոյ կամ Մարիուս, բնականաբար այստեղ ավելի բարդ կլիներ, բայց քանի որ ձկները Գագիկ Ծառուկյանի հետ կապված թեմաները միշտ ավելի լինում են լղոզված, ոչ ավելի սենց ասած հստակ, ու անգամ երբ որ ինչ-որ մեղադրանքներ են հնչում, հիմնականում հնարավոր չի լինում այդ մեղադրանքները մինչև վերջ ապացուցել, ու տենց էլ հարցական է մնում այդ մեղադրանքը հորինված մեղադրանք էր, թե իրականություն էր, որովհետև ձկների համաստեղությունը ինքը լղոզում է ամեն ինչ, այստեղ չկա հստակություն, ու անգամ բամբասանքներն էլ, որ եթե պտտվում են, շատ բարդ կլինի այդ բամբասանքները ապացուցելը, որովհետև ինչպես ասում են, չկա դիակ, չկա սպանություն, նույնն էլ այս պարագայում շատ կլինեն բամբասանքներ, շատ կլինեն խոսակցություններ, շատ կլինեն թեմաներ, բայց այդ թեմաները իրական են թե ոչ ապացուցելը բավականին դժվար, եթե ոչ անհնար կլինի։ Լավ, եկեք քարտեզից անցնենք արդեն, իհարկե այս ամենը ամբողջական վերլուծություն չէր, քարտեզի ամբողջական վերլուծությունը շատ ավելի բարդ պրոցես է, ու եթե ցանկանում եք ստանալ ձեր քարտեզների վերլուծությունը, գրեք անձնական նամակ եւ հերթագրվեք, որովհետեւ հիմնականում քարտեզները պատրաստ են լինում ձեր գրանցումից 1-1.5 շաբաթ հետո վերլուծությունը կատարվում է ըստ հերթականության, բացի այդ քարտեզների վերլուծությունը բնականաբար բավականին բարդ պրոցես է, ու դա 10-15 րոպե չի արվում, խորհրդատվությունները միջինում լինում են 2 ժամ տեսազանգի կամ դեմարդեմ հանդիպման պարագայում։ Հիմա անդրադառնանք Գագիկ Ծառուկյանի այս տարվան, սկսենք նումերոլոգիայով, այս տարի մինչև այս պահին Գագիկ Ծառուկյանը 69 տարեկան է, նոյեմբերի 25-ին կլրանա նրա 70 տարեկանը, եւ այս պահին Գագիկ Ծառուկյանը գտնվում է 6, 8 եւ 14 էներգիաների ազդեցության տակ, 6-ը սիրահարներն են, 8-ը արդարադատությունն ու ուժն է եւ 14-ն էլ չափավորությունն է։ Նախ 6-ը տարը տեսակ գայթակղությունների, փողերի թեմաների մասին է, հա, այս վերջին շրջանում տեսնում ենք, որ անընդհատ բարձրացնում են տարբեր թեմաներ կապված Գագիկ Ծառուկյանի բիզնեսների հետ, կապված նրա գործերի հետ, նրա ազդեցությունների հետ, այս վերջին շրջանում ավելի էմոցիոնալ էր դարել, անընդհատ ինչ-որ սկանդալների, ինտրիգաների կենտրոնում էր, այ անգամ նաև 6-ը սիրահարների էներգիան ընտրության մասին է, ու այդ պատճառով երևի միգուցե համընկել է սա, որ հենց այս տարի, երբ որ ընտրության էներգիան 6-ը ընտրության թիվն է,
Գագիկ Ծառուկյանը մասնակցեց նաև ընտրություններին, այսքան երկար ժամանակ այդ քաղաքական գործունեությունից դուրս մնալուց, ոչ թե դուրս մնալուց, այլ ակտիվ չմասնակցելուց հետո։ Երկրորդ էներգիան 8-ն է, 8-ը ուժի ու արդարադատության էներգիան է, ինչպես նաև 8-ը կարմայի էներգիան է, ու այս շրջանում, երբ որ մարդու կյանքում լինում է 8-րդ էներգիան, ինքը պատասխան է տալիս շատ կարմիկ խնդիրների համար, որը նախկինում կարմիկ սխալների համար, որը նախկինում արել է, այս շրջանում մարդը առնչվում է պետական կառույցների հետ, այդ ուժային կառույցների հետ, ու 8-ը հենց 8-ի էներգիան է այս պահին գերակտիվ Գագիկ Ծառուկյանի կյանքում, որովհետև կա ակտիվ ներգործունեությունը պետական կառույցների նրա կյանքում, ինչպես նաև 14-րդ էներգիան, 14-րդ էներգիան էլ դա արդեն չափավորությունն է, սահմանափակումներն են, երբ որ մարդը ինչ-որ ակտիվ գործեր չի կարող անել, մարդը պետք է սովորի այս պահին ավելի հանդարտ մնալուն, ավելի չափավոր մնալուն, ինչպես նաև 14-րդ էներգիան կարա մարդուն գցի այդ մեդիտատիվ վիճակների մեջ, սահմանափակումների մեջ, ամեն դեպքում Գագիկ Ծառուկյանի կյանքում այս պահին 14-րդ էներգիան ավելի շատ դրսևորվել է հենց այս բանտարկության տեսքով, որ մարդուն իր ստիպում են մնալ ինչ-որ սահմանափակ վիճակում, լինել չափավորության մեջ, 8-14 էներգիաները, այսինքն ունենք ուժային կառույցներ, ունենք սահմանափակման էներգիան, այս երկուսի միացումը տվել է այն, որ Գագիկ Ծառուկյանը այս պահին գտնվում է բանտարկության մեջ, բայց եթե նայենք նումերոլոգիայի տեսանկյունից 70 տարեկանում, այսինքն այս տարի նոյեմբերի 25-ից հետո Գագիկ Ծառուկյանի էներգիաները մի փոքր ավելի բարենպաստ կդառնան իր համար, որովհետև 70 տարեկանից սկսած նրա մոտ ակտիվանում է 19, 5 եւ 6 էներգետիկ կոդը։ 19 դա արևի էներգիան է, որը հիմնականում մարդու կյանքում բերում է հենց հաջողություն, բերում է ազատագրում, բերում է նոր ծնունդ, այդ անգամ չեմ զարմանա, եթե իմանամ, որ 70 տարեկանում նրա ընտանիքում համալրում լինի երեխայի տեսքով, թորան տեսքով արդեն, իր երեխաներից մեկը երեխա ունենա, որովհետև անգամ տարոյի քարտերի վրա էլ, երբ որ նայում ենք արևի էներգիան միշտ ցույց են տալիս երեխայի տեսքով, ու 19-րդ էներգիան նաև ազատագրման էներգիան է, երբ որ մարդը ազատվում է կապանքներից, իրականում այստեղ մի փոքր ռիսկային վտանգ կա ազատագրում ասելով, բայց ամեն դեպքում հիմա դրա մասին չեմ խոսի, որպեսզի չփոխենք ավելի բացասական տոնի վրա ամեն դեպքում հաղորդումը։ Այստեղ նաև 5-րդ էներգիան դա առաջին հերթին եկեղեցին է, առաջին հերթին կրոնական թեմաներն են, ու 70 տարեկանում Գագիկ Ծառուկյանի կյանքում ավելի կակտիվանա հենց այդ կրոնի, եկեղեցու, հոգևորական դասի հետ հարաբերությունները, գուցե 70 տարեկանում թեմաներ լինեն նոր եկեղեցի կառուցելու, միգուցե նոր դպրոց կառուցելու հետ կապված հարցեր լինեն, որովհետև Հիերոֆանտը 5-րդ էներգիան բացի այն, որ եկեղեցին է, նաև այն ներկայացնում է դպրոցը, ներկայացնում է ուսուցումը, ներկայացնում է դասավանդումը, ու նաև ասեմ, որ Գագիկ Ծառուկյանի պարագայում այս 5-րդ էներգիան նաև կարող է ցույց տալ իր տոհմին, իր տոհմական պահապաններին, ու շատ լավ կլինի, որ այս շրջանում ակտիվացվի մարդու հարաբերությունները իր տոհմի, իր նախնիների հետ, իհարկե նախնիները հիմա էլ չկան իրա, ու այդ ամենը կարա տեղի ունենա պարզապես աղոթքների, հանցավորների համար ինչ-որ ծիսակատարություններ, եկեղեցում նման բաներ են, նման ծիսակատարություն են մատուցում, նման ծառայություններ, նման պրակտիկաներ անցկացնելով, որ նախնիների պաշտպանությունը Գագիկ Ծառուկյանի կյանքում ակտիվանա, որովհետև իրոք այս պահին կյանքի այս փուլում իր հոգևոր պաշտպանները, իր տոհմի պաշտպանությունը իրան շատ ավելի հարցերում կարա օգնի, քան իրավապահները կամ ինչ-որ այլ անձիկ։ Եվ 6-րդ էներգիան կրկին երևում է, բայց երևում է ավելի ստվերային կողմում, այս ժամանակ, այս շրջանում արդեն ավելի լավ կլինի, որ երբ որ հնարավոր լինի ազատվել բանտարկությունից, ավելի շատ շեշտը դրվի ստեղծագործության վրա, ավելի շատ շեշտը դրվի մարդկանց օգնելու վրա, անգամ այս շրջանում ֆինանսական մեծ կորուստներ են լինելու, որովհետև ինչպես տեսնում ենք, արդեն սկսել են պրոցեսները, բիզնեսները քաղաքականացնելու, ոչ թե քաղաքականացնելու, այլ կներեք, պետականացնելու, որոշ գույք բռնագրավելու, եւ դա կտանի նրան, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ամենայն դեպս գրանցված բիզնեսները կամ կքչանան, կամ շատ մեծ ֆինանսական
մինուսներ կբերեն ու լավ կլինի այս պահին շեշտը դնել ավելի շատ կրոնական պահերի վրա, ավելի շատ մարդկանց օգնելու, բարեգործության վրա, իսկ իմացեք, որ բարեգործությունը շատ մեծ կերպով կազատի մի շարք կուտակված բացասական կարմայից, իրական բացասական կարմա բոլորս ենք կուտակում կյանքի ընթացքում, համենայն դեպս ոչ մեկս Բուդդա կամ Քրիստոս չի դարել, որ ասենք լրիվ ազատագրվեցինք կարմայից, բայց ամեն դեպքում մտնել քաղաքական դաշտ, լինել քաղաքականության մեջ, տիրապետել այդքան մեծ ֆինանսական միջոցների, հետևաբար կհանգեցնի ուզած թե չուզած որոշակի նաև սև-մութ գործերի մեջ խառնվելուն եւ այդ ամեն տեսակ կուտակված, ամեն դեպքում 70 տարին քիչ տարի չի, արդեն մարդը հասել է իր այն տարիքում, որտեղ արդեն պետքա պատրաստվի, սենց ասած, մարելու որոշակի կարմիկ պարտքեր, ավելի թեթևացնելու իր բեռը ու այս շրջանում բարեգործությունները շատացնելը շատ օգտակար կլինեն։ Հիմա ասենք արդեն աստրոլոգիական կանխատեսմանը, իրականում այստեղ շատ բարդ տրանզիտներ ունենք, հենց լուսնային քարտեզով, որ նայում ենք Գագիկ Ծառուկյանի կյանքում, նախ սկսենք նրանից, որ ինչպես նշել էի, լուսինը առյուծի համաստեղությունում է ու սպանված առյուծը, իսկ այդ առյուծին բարիսպուն իմաստով սպանեցին, հիմա կարող ասեն, որ առյուծը այնտեղ ուրիշ առողջական խնդիրներ ուներ եւ այլն, բայց ամենայն դեպս այդ առյուծը ողջ առողջ իր վանդակում ապրում էր ու գնացին ուղղակիորեն սպանեցին։ Դուրս է գալիս, հիմա կոպիտ է հնչում, բայց ինչ որ մեկի տանը լինի տարեց մարդ, ով իր համար ապրում է, գտան այդ տարեց մարդուն սպանեն, հետո ասեն գիտեք, բայց դա ամեն դեպքում ինքը տարեց էր, արդեն սիրտը նորմալ չէր աշխատում, լեղապարտը արդեն ատկազ էր կանգնել, սենց ասած, բայց փաստացի այդ մարդը ապրում էր, նույնն էր կենդանիների պարագայում, առյուծը հանգիստ իր համար ապրում էր, գնացին սրսկեցին ու սպանեցին ու միգուցե սա նաև նշան էր, այն բանին, որ այս մարդուն արդեն ես չեմ ուզում քաղաքականության մեջ խառնվել այս պարագայում, բայց կասեմ, որ սա տիեզերքից նշաններ ավելի շատ այս մարդուն, այլ ոչ թե ինչ-որ վենդետա, ոչ թե ինչ-որ սենց ասած վրեժխնդրություն, որովհետև երբ որ քո լուսինը գտնվում է ինչ-որ նշանում, դա նշանակում է, որ այդ նշանը, այդ նշանի էներգիան քո հոգին է, որը ուղղորդելու է քեզ ողջ կյանքի ընթացքում։ Այս առյուծի սպանությունը արդեն տիեզերքից հստակ նշան էր, որ եկել է этап, որ մարդը պետքա մի շարք կուտակած կարմիկ պարտքերից, այս կյանքի ընթացքում կատարած որոշակի սխալներից ազատվի։ Ու դրա հետ մեկտեղ նաև ունենք որոշակի բարդ ու ոչ թե պարզապես բարդ, այլ բավականին բարդ հանգույցներ, մոլորակային շարժեր, սկսենք նրանից, որ Յուպիտեր մոլորակը, որը քարտեզում համարվում է հաջողության, բարեգործության մոլորակը, այդ մոլորակը, որը մարդու կյանք բերում է օրհնություն, այս պահին շարժվում է Գագիկ Ծառուկյանի լուսնային քարտեզի 12-րդ տնով, Խեցգետնի համաստեղությունում, Խեցգետինը Յուպիտերի համար այդ լավագույն կետն է, բայց միևնույն ժամանակ, քանի որ գտնվում է 12-րդ տան մեջ, իսկ 12-րդ տունը դա սահմանափակումներն են, դա բարիսպուն իմաստով, սահմանափակում ֆիզիկական տարածքի, ու Յուպիտերը այստեղ դեռևս մնալու է մինչև հոկտեմբերի 31-ը, ուստի հնարավոր է, որ այս դատական պրոցեսները դեռևս մինչև հոկտեմբեր ձգձգվեն անընդհատ, ես ինտուիտիվ եթե ասենք, ինտուիտիվ կարծում եմ, որ մոտ 1-2 ամիս հետո ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը, բայց դեռևս նրան կարող անընդհատ տանեն, բերեն, ինչ-որ թեմաներ փորձեն բացել, բայց այս խորը պրոցեսները բանտարկության եւ այլն հոկտեմբերից հետո, նոյեմբերի վերջ հատկապես, երբ որ 70 տարեկանը լրանա, ավելի հստակ ու պարզ վերջնականորեն պարզեցված կլինեն։ Համենայն դեպս բարեհաջողության են օրհնության աստվածային մոլորակը այս պահին գտնվում է բավականին թույլ դիրքում, գտնվում է սահմանափակման կետում ու հենց սա է պատճառը, որ այս շրջանում, այս շրջանը սկսել է, կարծեմ, չեմ հիշում, անկեղծ ասած չեմ հիշում, երևի թե հունիսն էր,
երբ որ Յուպիտերը մտավ Խեցգետնի համաստեղություն, այստեղ սենց չեմ հիշում, այդ ժամանակա սկսել եւ դեռևս մինչեւ հոկտեմբերի 31 կմնա Խեցգետնի համաստեղությունում, հետո կտեղափոխվի արդեն առյուծի համաստեղություն, իսկ առյուծի համաստեղությունը Գագիկ Ծառուկյանի համաստեղությունն է, ինչպես գիտենք, այդտեղ արդեն Յուպիտերը ավելի շատ օգնություն կբերի, բացի այդ 12-րդ տնից կտեղափոխվի քարտեզի առաջին տուն, որը բնականաբար շատ ավելի բարեհաջող էֆեկտ կտա, քան թե հիմա այս պահին որ կա։ Ինչպես նաև այստեղից Յուպիտերի հայացքը նայում է 6-րդ եւ 8-րդ տներին, 6-րդ տունը առողջության տունն է, շատ հավանական է, որ այս շրջանում Աստված միարասցե, բայց Գագիկ Ծառուկյանի մոտ որոշակի առողջական խնդիրներ սկսեն կապված այդ փակված լինելու հետ, կապված այս վերջին շրջան ինչ որ նյարդային սկանդալային վիճակների հետ, մի խոսքով առողջական խնդիրներ նույնպես կարող են լինել եւ նաև հայացքը 8-րդ տան մեջ այստեղ ունենք Յուպիտեր եւ Մարս միավոր 8-րդ տան մեջ, իսկ 8-րդ տունը նույնպես փակ տարածքների մասին է խոսում, բանտեր, ինչ որ հիվանդանոցներ, միգուցե նաև անհրաժեշտություն լինի այս փակված մնալուց հետո տեղափոխվել ինչ որ կլինիկա կամ անցնել բուժ հետազոտություններ, որովհետև Մարս Յուպիտեր համատեղելիությունը միացում է 8-րդ տան մեջ, համենայն դեպս հաստատ մարդու առողջության վրա ինչ որ անդրադարձ կունենա։ Յուպիտերից բացի նաև այստեղ ունենք մեկ այլ ավելի բարդ տրանզիտ, դա Սատուրն մոլորակի տրանզիտն է կրկին 8-րդ տան մեջ, որը մինչև 2027 թվականի փետրվարի 23 դեռևս գտնվելու է ձկների համաստեղությունում։ Սատուրնը կարմայի մոլորակն է, Սատուրնը հենց ինքը արդեն սահմանափակումներ բերող մոլորակ, այսինքն Սատուրնը չի սիրում առատություն, չի սիրում ճոխություն, մարդուն ստիպում է գնալ մնալ մենակ, ու այս շրջանում, երբ որ Սատուրնը կգտնվի 8-րդ տան մեջ, բնականաբար Յուպիտերը 12-րդ տան մեջ, Սատուրնը 8-րդ տան մեջ, այնտեղ նաև ունենք Նեպտունը 8-րդ տան մեջ, այս բոլոր մոլորակները, այս 3 դիրքերն էլ բավականին բարդ դիրքեր են ու փառք Աստծո կոպիտ ասած, որ միայն բանտարկությամբ սահմանափակվեցինք այս շրջանում, որովհետև ավելի լուրջ խնդիրներ էլ կարան այս մոլորակային տրանզիտները մարդու կյանք բերեն։ Համենայն դեպս այստեղից նաև Սատուրնը նայում է 2-րդ տանը, իսկ 2-րդ տունը ֆինանսների տունն է, ու դա է պատճառը, որ այս շրջանում ֆինանսական մեծ կորուստներ կունենան։ Համենայն դեպս շատ բիզնեսներ, որոնք այս պահին գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, ուղիղ վտանգի տակ են, որ նույնպես կարող են պետականացվել, նույնպես կարող են այդտեղ հարկային մտնել, ինչ որ հարկային խախտումներ փորձեն փնտրել, տուգանքներ նշանակեն եւ այլն, այսինքն մուլտիվելնեսով միայն իհարկե չի սահմանափակվի ներկայիս իշխանությունը։ Այստեղ Սատուրնի հայացքը նաև 10-րդ տան վրա է, որտեղ հանդիպում է Կետու դիվային ուժին, Սատուրնն ու Կետոն միասին իրար հետ կարան մարդուն գցեն շատ նեղ անհասանելի վիճակի մեջ, ինչ որ բարդ վիճակի մեջ, կարող է մարդու հետ կապված շատ ավելի fake լուրեր տարածվեն այս շրջանում, խորհուրդ կտամ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ինչ որ նորություններին, լուրերին ընդհանրապես լուրջ չվերաբերվել, որովհետև դրանց մեծամասնությունը լինելու են կեղծիք, գրելու են մանիպուլյատիվ բնույթ եւ դրանց նպատակը ավելի շատ հանրության մեջ զայրույթ առաջացնելն է, օրինակ հիմա մեկնաբանություններում վստահ եմ շատ մարդիկ կհայտնվեն, ովքեր ինձ կմեղադրեն օրինակ Գագիկ Ծառուկյանին պաշտպանելու մեջ կամ չգիտեմ Նիկոլին պաշտպանելու մեջ, ինչը միշտ լինում է մեկնաբանություններում, երբ որ խոսքը քաղաքական գործի մասին է լինում, բայց դե ես այլևս չեմ բարկանում, որովհետև գիտեմ, որ այդ վատ մեկնաբանությունները, այդ անտրամաբանական փնթի ու հիմար մեկնաբանությունները գրող մարդկանց գիտակցությունը պարզապես գտնվում է այդ Ռախուի կամ Կետուի այդ դիվային մոլորեցնող ազդեցությունների տակ, ու այդ տեսակ մարդկանց մաքսիմում որ կարելի անել պարզապես բլոկելն է կամ իրանց վրա ծիծաղալն է ու իրանց բացասական էներգիան փողի վերածելն է։ Իդեպ իմացեք, երբ որ դուք ինչ որ մեկին տալիս եք բացասական էներգիա, տալիս եք զայրույթ, ու այդ մարդը գիտի ինչպես աշխատի ձեր էներգիայի հետ, ինքը կարա ձեր բացասականը վերածի փողի ու ինքը հարստանա։ Այդ է պատճառը, որ շատ հայտնիներ, ինչքան իրենց մասին վատ են խոսում, ինչքան իրենց մասին բացասականն են խոսում, դեղանացում են, բամբասում են, իրանք այդքան ավելի հարստանում են։
Համենայն դեպս դեռևս Սատուրնը Գագիկ Ծառուկյանի քարտեզի 8-րդ տան մեջ է գտնվելու մինչև փետրվարի 23-ը ու այս process-ները դեռևս շարունակվելու են, հա, իհարկե նոյեմբերից հետո, երբ որ C 70 տարեկանը լրացավ, որոշ հարցեր ավելի կթեթևանան կամ գուցե միանգամից ավարտվի, բայց ամեն դեպքում եթե ամեն ինչ ձգձգվեց, դեռևս հիշացնել տալու է այս ամենը իր մասին, անգամ որոշակի բիզնեսների փակելով, պետականացնելով, տուգանքներ նշանակելով։ Այս պահին նաև Ռախու և Կետու դիվային հանգույցները, հա, որ նայենք, Կետուն գտնվում է Կետուի տրանզիտը, հա, գտնվում է Գագիկ Ծառուկյանի քարտեզի առաջին տանը, որտեղ մարդու հոգին է, որտեղ մարդու էությունն է, բայց տրանզիտը այս պահին Կետուի Մագհա Նաքշատրայում է։ Նաքշատրաների մասին գուցե հետագայում այլ հաղորդում նկարեմ, որ ավելի լավ բացատրեմ, հա, դա առյուծի առաջնային նշանն է, առաջնային կետն է, որովհետև արդեն Կետուն տեղափոխվում է, հա, ու շուտով հոկտեմբերի վերջ Կետուն դուրս կգա առյուծի համաստեղությունից։ Այս շրջանում շատ կարևոր է, որ մարդը հիշի իր նախնիներին, նաև այս տրանզիտում ակտիվանում է մարդու նախկին կյանքերի դրական կարման, համենայն դեպս գիտեք, ես հակված եմ այն մտքին, որ այս բանտարկությունները շատ մեծ վնաս չեն հասցնի, եթե իհարկե առողջական հարցեր չլինեն, որովհետև այնտեղ հնարավոր է, հա, առողջական խնդիրներ, այս դիրքում նաև Կետուն լուսնի հետ, ինչպես ասացի, լուսինը թե մարդու հոգին է, թե մարդու մայրն է, ու այս տրանզիտի շրջան հնարավոր առողջական խնդիրներ այդ մարդու մոտ կամ այդ մարդու մոր մոտ։ Եթե կարողանանք այս էտապը հաղթահարել ու ինչ-որ լուրջ պրոբլեմների առաջ չկանգնել, երբ որ հոկտեմբերի 25-ին, հա, արդեն դեկտեմբերի սկիզբ Կետուն դուրս գա առյուծի նշանից, Կետուն տեղափոխվելու է Խեցգետնի նշան, Ռախուն ու Կետուն իրանք հակառակ են շարժվում, հա, մոլորակի մյուս մոլորակների համեմատ, այսինքն իրանք Կետուն առյուծի նշանից տեղափոխվելու է Խեցգետին, ոչ թե գնալու է դեպի կույս։ Երբ որ Կետուն դուրս գա առյուծից, այդ առողջական հարցերը ինչ որ չափով կկարգավորվեն, բայց ամեն դեպքում տեղափոխվելու է 12-րդ տուն ու այդտեղ նույնպես խնդիրները դեռևս կշարունակվեն։ Այս շրջանում շատ կարևոր է, հա, որ մարդը կարողանա կապ պահպանի իր նախնիների հետ, հաճախ աղոթքներ անի։ Այս շրջանը այն շրջանն է, որը մարդուն կամ վերջնական տապալում է, հա, գցում է իր բարձրունքից, վերցնում է գահը մարդու ձեռքից, որովհետև Մագհա Նաքշատրան կապ ունի մարդու նախնիների հետ, ու նախնիներն են, հա, որոշում մարդուն թույլ տալ ունենալ այդ գահը, թե ոչ, ունենալ այդ բարձրունքը, թե ոչ, ու շատ լավ կլինի, որ հենց հարաբերությունները լավացնի իր նախնիների, իր տոհմի, իր հոգևոր պահապանների հետ։ Այս շրջանում բնականաբար խորհուրդ չի տրվում հույսը դնել ինչ-որ մեկի վրա, այս շրջանը մարդու կյանքում բերում է մենություն, այդ մենությունը ինքն իրան ավելի լավ հասկանալու համար է, ինքն իրան ավելի լավ վերագտնելու համար է, այս կյանքի ընթացքում արած ճիշտ քայլերը, սխալ քայլերը վերլուծելու համար է։ Համենայն դեպս, եթե կարողանա Գագիկ Ծառուկյանը այս этаպից ավելի օգուտով, ինչքան էլ բարդ է, բայց կարողանա իրան վերագտնի, դուրս գա հոկտեմբերի վերջ, հոկտեմբերի վերջ չէ, նոյեմբերի վերջ, դեկտեմբերի սկիզբ, արդեն որոշ process-ներ ավելի կարգավորված կլինեն։ Այս շրջանում շատ կարևոր է հետևել սեփական առողջությանը, որովհետև ունենք մի քանի տրանզիտներ, որոնք վնասում են մարդու առողջությանը, հատկապես արյան հետ կապված հարցերին, ճնշման հետ կապված հարցերին, եւ նաեւ հետևել արդեն իր մամայի առողջությանը։ Ուրանը 10-րդ տան տնով անցնում, 10-րդ տան մեջ հանդիպում է Կետուին, ցուլի համաստեղությունում։ Իրականում Ուրանը արդեն բավականին դանդաղ շարժվող մոլորակ է, այստեղ մտել է ցուլի համաստեղություն մտել է 2024 թվականին եւ այս պահին հենց գերետ ակտիվ շրջանն է Գագիկ Ծառուկյանի շրջան կյանքում, բայց Ուրանը դեռևս մնալու է այս դիրքում մինչեւ 2032 թվական, ուստի անգամ եթե այս բանտարկությունների ինչ որ քաղաքական հետապնդման թեմաները ավարտվեն էլ, միևնույնն է մինչեւ 2032 թվական փորձելու են նրա
ունեցվածքը խլել, ունեցվածքին կպնել, ինչ որ էլի պետականացնել եւ այլն, որովհետեւ կետուն բաժանող էներգիա է, ուրանը ինքը պայթյունային էներգիա է, այսինքն երկու վտանգավոր էներգիաներ մի կետում են եւ ցուլի համաստեղությունում են 10-րդ տան մեջ։ Ցուլը դե գիտենք, փողն է, նյութական աշխարհն է, ֆինանսներն է, 10-րդ տունը մարդու կարիերան է, մարդու հաջողություններն է, ու այս երկու բավականին վտանգավոր մոլորակների միացում մի տան մեջ բնականաբար մարդու մոտ ֆինանսական խնդիրների առաջացնելը լավագույն այն ամենաթեթև դրսևորումը կլինի։ Համենայն դեպս, եթե դեկտեմբերից հետո անգամ այս քաղաքական բանտարկության հետ կապված հարցերը վերջնականազատվեն, մինչև 2032 թվական դեռևս լինելու է ուշադրություն կենտրոնացած այս մարդու ֆինանսների, նյութական բարիքների վրա, տան վրա, ու ամեն կերպ կարող է փորձեն մի բան ավել պոկել, մի բան ավել քերեն։ Այս շրջանում կրկին խորհուրդ է նա, որ ինչ արվում է արվի օրինական կերպով, հարկերի վճարումներից երբեք չխուսափել եւ ավելի շատ շեշտը դնել բարեգործությունների վրա եւ աշխատել արդեն ոչ թե փողը շատացնելու, այլ մարգությանը ինչ որ օգուտ տալու եւ աստվածային, ասենց ասած, նպատակներ իրականացնելու համար։ Այստեղ նաև Նեպտունի տրանզիտ ունենք 8-րդ տնով, որը նայում է իր երկրորդ տանը գտնվող Յուպիտերին։ Այս Նեպտունի ասպեկտը Յուպիտերի վրա մարդու մոտ կարող է առաջացնել ձևավորված կեղծ էգո, շատ ուռճացնի էգոն, ու այս շրջանում շատ կարևոր է այդ էգոյի հետ աշխատանք տանելը, որովհետև ուռճացված էգոն մարդուն բնականաբար ոչ մի լավ բանի չի հանգեցնում, ու շատ կարևոր է այս էտապում հենց կարողանալ հաղթահարել այդ էգոյի, ասենց ասած, գայթակղությունները, չմտածել, որ դուք ամենակարողն եք, որ ամեն ինչ կարող եք այս կյանքում անել, շարժվել դեպի հոգևորը, դեպի աստվածայինը, որովհետև Նեպտունը ինքը նաև նուրբ էներգիա է, Նեպտունը զարգացնում է մարդու ինտուիցիան, իսկ 8-րդ տան մեջ գտնվելով այս շրջանում բավականին sense մութ թեմաներ կարող են բարձրացվել կապված թմրանյութերի, խմիչքների, նարկոտիկի, ինչ որ sense մոգական միջամտությունների հետ, բայց եթե մարդը կարողանա աշխատի իր հոգևոր կողմի վրա, ապա ավելի նուրբ կերպով կանցնի ու բնականաբար մարդը կպարգևատրվի, բայց դե Նեպտունը նույնպես շատ դանդաղ շարժվող մոլորակ է եւ 8-րդ տան մեջ մնալու է մինչեւ 2037 թվականը։ Այսինքն այստեղ արդեն հետապ է Գագիկ Ծառուկյանի կյանքում, որ իր մինչեւ արդեն կյանքի վերջին տարիները Աստված տա երկար ապրի այդ մարդը, բայց այն этаպն է, որ արդեն ավելի շատ շեշտը պետք է դրվի հոգևորի վրա, բարեգործության վրա, աստվածային գործերի վրա, իհարկե բարեգործությունները միշտ էլ եղել են, բայց այս շրջանում մի փոքր ավելի պետք է շատանան, որովհետև կյանքը անդադար ինչ որ նոր թշնամիներ կբերի, թշնամիները կակտիվանան, որովհետև ամեն դեպքում 6-րդ տանն էր նայում Յուպիտերը, իսկ 6-րդ տունը թշնամիների տունն է, չարախոսները կշատանան, վատ ուզողները կշատանան ու այդ տեսակ մարդկանց հետ պայքարի մեջ մտնելու իմաստ չկա, ավելի լավ է այդ մարդկանց վերանփակել կոպիտ ասած մաքուր օրինական աշխատելով եւ մարգությանը օգուտ տալով։ 6-րդ տան մեջ ակտիվանալու է Պլուտոնը այդ կրկին կործանիչ էներգիա է իր մեջ կրում եւ այստեղ կմնա մինչեւ 2040 թվական արդեն, բայց այստեղ շատ կարեւոր է, ամենակարևորը, որ հետեւել առողջության այս պահին, առաջնային պահը Գագիկ Ծառուկյանի կյանքում սեփական առողջությանը հետեւելն է, հետո արդեն հետեւել նաեւ իր մրցակիցների հետ կապված հարաբերություններին։ Իհարկե հետևել են առումով, որ ուղղակի ուշադրություն չդարձնել եւ թույլ չտալ, որ այդ մարդիկ մի վնաս տան։ Մնացած հարցերով ես հակված եմ, որ եկող տարին մի փոքր ավելի դրական կլինի, քան այս տարին։ Այսքանը այսօրվա հաղորդման շրջանակներում, եթե ուզում եք ունենալ ձեր անձնական ծննդյան քարտեզների վերլուծությունը, կարող եք գրել անձնական նամակ, ինչպես նաև ծանոթանալ պայմաններին ներքևում դրված լինքով։ Լավ մնացեք եւ հիշեք, աստրոլոգիան մեզ տալիս է հուշումներ, աստրոլոգիան մեզ ուղղորդում է,
բայց մենք ենք մեր կյանքի տերը, այսինքն եթե մենք գտնվում ենք գիտակցված, մենք կարողանում ենք մեր քայլերը անել գիտակցված, առանց ինչ-որ մեկի ազդեցության տակ ընկնելու, այդ պարագայում էզոտերիկ գործիքները դառնում են մեր լավագույն ուղեկիցը։ Լավ մնացեք, հաջողություն եմ մաղթում։